Գոյամարտ սերիալում իրադարձությունները հասել են այնպիսի կետի, որտեղ յուրաքանչյուր դրվագ վերածվում է իրական հուզական փորձության։ Այնինչ տեղի ունեցավ Դավիթի հետ, ոչ միայն հերթական լարված պահն էր, այլ մի շրջադարձ, որը կարող է փոխել բոլորի ճակատագրերը։ Գիշերային այդ սարսափելի տեսարանը, երբ Գրիշոն զենքով մտնում է Լեոյի տուն, արդեն իսկ հուշում էր ողբերգության մասին, բայց այն, որ գնդակը տիպչում է հենց Դավիթին, սյուժեն դարձնում է առավել ցավոտ ու անարդար։ Դավիթն այն կերպարներից էր, ով միշտ հեռու էր կոնֆլիկտներից, աշխատում էր լուռ, հոգում էր ընտանիքի կարիքները և փորձում էր օգնել բոլորին, և հենց նա է դառնում այս ամենի զոհը։ Վնասվածքը ծանր է, կյանքին սպառնացող, հիվանդանոցային կադրերը լի են լռությամբ, վախով ու անորոշությամբ, բժիշկների շտապ քայլերը, հարազատների անհանգիստ հայացքները, ամեն ինչ փոխանցում է իրավիճակի լրջությունը։ Լեոյի համար սա ամենամեծ հարվածներից մեկն է։ Նա ոչ միայն կորցնում է վերահսկողությունն իրավիճակի վրա, այլ նաև իրեն մեղավոր է զգում։ Նրա ներսում սկսվում է ծանր պայքար, արդյոք կարող էր կանխել այս ամենը։ Նրա կերպարն այս պահից հետո կարող է կտրուկ փոխվել, նա կարող է դառնալ ավելի կոշտ, ավելի փակ, նույնիսկ ավելի վտանգավոր նրանց համար, ովքեր վնասել են իր ընտանիքին։ Մանյանի համար սա նույնպես ծանր փորձություն է։ Նրա կապը Գրիշոյի հետ, նրա ընտրությունները, նրա քայլերը, այս ամենը բերում են նրան ներքին մեղքի զգացումի առաջ։ Նա հասկանում է, որ իր կյանքի որոշ որոշումներ բերել են այս կետին։ Նրա կերպարը կարող է կամ կոտրվել, կամ էլ դառնալ ավելի հասուն ու պատասխանատու։ Դավիթ պապը կանգնած է ամենածանր վախի առաջ։ Նա, ով արդեն կորցրել է որդուն, հիմա վտանգում է նաև թոռանը։ Նրա կերպարը սերիալում միշտ եղել է ուժի և իմաստության խորհրդանիշ, բայց հիմա նա պարզապես պապ է, ով վախենում է կորցնել իր ընտանիքի անդամին։ Այս պահերը սերիալում ամենահուզիչներից են, որովհետև այստեղ խոսք չկա ինտրիգների կամ գաղտնիքների մասին, այստեղ միայն սեր է և կորստի վախ։ Գրիշոյի համար սա ճակատագրական կետ է, նա անցել է այն սահմանը, որտեղից հետդարձ չկա, անկախ նրանից Դավիթը կփրկվի, թե ոչ, Գրիշոն արդեն պետք է պատասխան տա իր արարքի համար, բայց ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես է նա ապրելու այս ամենի հետ, կզղջա, կփորձի փախչել պատասխանատվությունից, թե կկանգնի իր սխալի առաջ։ Նրա կերպարը հիմա կարող է գնալ երկու ուղղությամբ՝ լիակատար կործանում կամ ներքին վերածնունդ։ Լեան հայտնվում է ամենաբարդ իրավիճակներից մեկում, մյուս կողմում իր սիրած մարդն է, Լեոն, մյուսում եղբայրը, ով արել է այդ սարսափելի քայլը։ Նա չի կարող արդարացնել Գրիշոյին, բայց նաև չի կարող լիովին հրաժարվել նրանից։ Նրա ներքին պայքարը դառնում է սերիալի ամենաուժեղ հոգեբանական գծերից մեկը։ Այս ամբողջի ֆոնին սերիալն ավելի է մոտենում իր հիմնական գաղափարին։ Յուրաքանչյուր գործողություն ունի հետևանք, յուրաքանչյուր գաղտնիք մի օր բացահայտվում է, և յուրաքանչյուր մարդ ստիպված է պատասխան տալ իր ընտրության համար։ Դավիթի վիճակը հիմա դառնում է կենտրոնական հարց։ Եթե նա փրկվի, դա կարող է դառնալ հույսի նշան, ցույց տալով, որ նույնիսկ ամենածանր իրավիճակներում կա փրկություն։ Բայց եթե ոչ, դա կլինի այն կետը, որտեղ սերիալը կմտնի լիովին այլ, ավելի մութ փուլ։ Գոյամարտում հիմա այլևս պարզապես պատմություն չէ։ Սա դարձել է պայքար կյանքի, արդարության, սիրո և ներելու միջև։ Առաջիկա սերիաները լինելու են որոշիչ։ Կկարողանա Դավիթը հաղթահարել այս ծանր վիճակը, ինչ կլինի Գրիշոյի հետ, ինչպես կփոխվի Լեոն այս ամենից հետո, և արդյոք այս ողբերգությունը կդառնա այն պահը, երբ ամբողջ ճշմարտությունը վերջապես դուրս կգա։ Մի բան հաստատ է, այս կրակոցը փոխեց ամեն ինչ, և Գոյամարտում այլևս ոչինչ նախկինի նման չի լինելու։ Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը մտնում է մի փուլ, որտեղ լարվածությունը հասնում է գրեթե անտանելի մակարդակի։ Այնինչ սկզբում թվում էր պարզապես ընտանեկան դրամա և սպորտային պայքար, հիմա վերածվել է ճակատագրական բախումների շղթայի, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է կյանք արժենալ։ Լեայի և Գրիշոյի միջև տեղի ունեցած խոսակցությունը շատ կարևոր էր սյուժեի համար։ Լեան առաջին անգամ այդքան բաց կերպով պաշտպանում է Լեոյին, ընդգծելով այն տարբերությունը, որը կա երկու տղաների միջև։ Նա ասում է մի շատ պարզ, բայց հզոր միտք. Լեոն գոնե բացահայտ ասում է, որ սիրում է,
չի խաղում, չի ստիպում և չի մանիպուլացնում։ Այս խոսքերը դառնում են հարված Գրիշոյի համար, նրա էգոն, նրա ուժեղ լինելու կերպարը սկսում են կոտրվել։ Նա հասկանում է, որ պարտվում է ոչ թե ուժով, այլ մարդկայնությամբ, և հենց այս կետում է, որ Գրիշոյի կերպարը դառնում է առավել վտանգավոր։ Հունանը հիվանդանոցում է, բայց նրա բացակայությունը չի թուլացնում իրավիճակը, ընդհակառակը ամեն ինչ կարծես դուրս է գալիս վերահսկողությունից, այն ինչ նա փորձում էր վերահսկել, հիմա փլվում է նրա աչքի առաջ նույնիսկ առանց իր ներկայության։ Եվ ահա գալիս է այն գիշերը, որը կարող է փոխել ամեն ինչ։ Գրիշոն զենքը ձեռքին գնում է Լեոյի տուն։ Գիշերային այդ մթնոլորտն արդեն իսկ խոսում է վտանգի մասին։ Բոլորը քնած են, ոչ ոք չի սպասում վտանգի։ Սա այն պահն է, երբ ամեն ինչ կարող է տեղի ունենալ ամենաանսպասելի ձևով։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ կրակոց կա, և ամենացավալին, որ գնդակը դիպչում է Դավիթին։ Դավիթը, ով սերիալի ամենախաղաղ, ամենազուսպ ու ամենաբարի կերպարներից է, դառնում է այս ամբողջ բախման զոհը։ Սա շատ խորհրդանշական է, ամենաշատը տուժում են նրանք, ովքեր ամենաքիչն են մեղավոր։ Հիվանդանոցային տեսարաններն արդեն հուշում են, թե ինչ ծանր իրավիճակ է ստեղծվել։ Լեոն, պապը, Մանանը, Նարեն հավաքված են, և մթնոլորտը լի է վախով, ցավով և անորոշությամբ։ Հիմա ամենակարևոր հարցը՝ կփրկվի Դավիթը։ Սերիալային տրամաբանությամբ նրա մահը կարող է լինել շատ ուժեղ, դրամատիկ քայլ, որը կփոխի բոլորի կյանքը։ Դա կարող է դառնալ այն կետը, որտեղ Լեոն ամբողջությամբ կկոտրվի կամ կկոպվի, Մանանը կզգա իր սխալների ծանրությունը, պապը կկանգնի ամենամեծ կորստի առաջ, իսկ Գրիշոն ստիպված կլինի պատասխան տալ իր արարքի համար։ Բայց միևնույն ժամանակ կա նաև երկրորդ հավանական տարբերակը՝ Դավիթը կփրկվի, բայց ծանր վիճակում։ Սա թույլ կտա սերիալին շարունակել զարգացնել նրա կերպարը և ավելի խորացնել հարաբերությունները ընտանիքի ներսում։ Հաճախ նման սերիալներում հենց այսպիսի կերպարները չեն մահանում անմիջապես,